Աբրահամ Բեկ Մտորումներ Կոնյակը դարձավ խուժան մի հողի, իսկ Արարատը արագած փերի։ Զենքերը դրինք պատյանում էլի, էլ որտեղ մնաց բանալին հայի։ Արցախը նվեր, որ խաղաղ լինի, Սյունիքի գլխին ամպեր չլինի, հատիսի վրա Հիսուս կառուցվի, որ քեռակինը խաղաղ քուն մտնի։ Նորաձև դարձած մի նոր կրթություն, պետք է դասավանդի մի մեծ բազմություն։ Մաշտոց ու Մովսես դարձան իմ սիրուն, գրպանը հայի դատարկ է մնում, հոգին մասնատվում ու խունկ է ծխում։ Մեկը մյուսին այլանդակ ասում, հայոց երկրի գահն են մասնատում ու մրցավազք է մեր երկրում սպասվում։ Ով արագ վազեց, դրոշ համբուրեց, ծնկաչոք կանգնեց, գլուխ խոնարեց, մեղրի կարասի շերեփը վերցրեց։ Նրան էլ կասեն ղոչ աղմի ասպետ, որին չի լինի հավասար գմբեթ։ Եվ նորից նորը կսկսվի, կամ էլ անցյալի թերմած կկուտվի։ Հասկացիր, ասպետ, գահին ու թագին չկա գրպաններ երկնային կյանքին, չես գնի ոչինչ ամպերից վերև, բանկային քարտը դառնում է անվավեր։ Միայն երկիրն է մնում մի մեծ գանձ, որտեղ անունն է մնում համբակի կամ էլ արարքը մի առաջնորդի։ Գիտեք, թե ինչն է ծիծաղս շարժում, գահին մոտեցած մարդկանց եմ ասում, թե որ դուք նայեք ձեզ մի մեծ հայելում, իսկույն կհայտնվեք ծռմռված վայրում, որտեղ ճահիճն է հոտում ու փտում, հոտը տարածում, օդը կեղտոտում։ Պաշտում եք միայն փողը հանրության, որը ոսկոր է դառնում կոկորթում, ու ոչ բոլորն են ոսկորը մարսում։